Վառեջս հարգելի հայրենակիցներ, հիմա ես Միքայելի հետ ոստիկանության մոտ ենք գտնվում, նոր մեզի ազատ արձակեցին, մեզի ապօրինի ձերբակալեցին վառեջ ամենաբուն և ուղիղ իմաստով ոչինչ չանելու համար, ինչպես որ շատերը տեղյակ եք, երեկ ես հրապարակել էի, որ այսօր Մարիոթ հյուրանոցում Տիգրան Մեծ դահլիճում իրականացվելու է պրոթուրքական և ադրբեջանական իշխանությանը օրակարգը սպասարկող կուսակցության համագումարը և դեպքի արդի ոստիկանության աշխատակիցների էին հրավիրել Մարիոթ հյուրանոց և տվյալ հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն էլ ոստիկանության հետ թույլ չտվեցին դռնբաց օրենքով նախատեսված կուսակցության համագումարին ներկա գտնվել և արձանագրել ապօրինությունը, մասնավորապես, որ համագումարին 300 հոգի մարդ չի մասնակցում, որպեսզի հետագայում էլ հնարավորություն ստեղծվի կուսակցության գրանցումը չեղարկելը, այդ իսկ պատճառով մեզի ապօրինի ձերբակալեցին առանց որևէ իրավական հիմքերի և այդ ամբողջ գործողությունը տեսաձայնագրված է մեր ապօրինի ձերբակալությամբ և անկեղծ ասած ուզում եմ ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները գործում են օրենքի կոպիտ խախտումով, սահմանադրական իրավունքները ոտնահարելով, քանի որ սահմանադրությամբ օրենքով նախատեսված է, որ կուսակցության համագումարը պետք է լինի դռնբաց և ոստիկանություն անվտանգության հետ այդ ամեն ինչի մասին իմանալով շատ լավ, մենք տեղեկացրել ենք, թույլ չեն տվել ներկա գտնվենք և ոստիկանությունում ասենց ասած վատ ոստիկանների միջոցով, ովքեր գործեր են շինում և կեղծ փաստաթղթեր են ստորագրում, ինձ ու Միքայելի վերաբերյալ վարչական արձանագրություն են կազմել, իբրև թե մենք ոստիկանության օրինական պահանջը չեն կատարել, որը բնավ իրականությունը չի համապատասխանում, որտեղ ոստիկանության կողմից օրինական պահանջ չի հնչել, այլ ընդհակառակը իրենց ճակերտավոր ասած օրինական պահանջը անօրինական էր և ոստիկանությունում տարբեր ոստիկանները կեղծ փաստաթղթեր են ստորագրել, իբրև թե իրենք են ձերբակալությունը իրականացրել և այդպես ասած օրինական պահանջը հնչեցրել, որը մենք չենք կատարել և ասեմ հենց այդ ոստիկանության աշխատակիցները տվյալ ժամանակ այդտեղ չեն էլ եղել, այսինքն մենք տեսաձայնագրել ենք մեր ձերբակալող ոստիկանության դեմքերը, ովքեր են եղել, բայց արձանագրությունը կեղծ փաստաթղթերի ստորագրմամբ, հաստատմամբ, շինծու փաստաթղթերի կազմով մեղքը պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա, ինչը որ այսօրվա վկայում է ծախված, կոռուպացված շինծու ոստիկանության արդարադատության մասին։ Հավելեմ, ցավոք սրտի, մենք խնդրեցինք ոստիկանությունը, որ հակառակը մեր հանդեպ ապօրինությունը կանխեն, որովհետև դռնբաց էր նիստը, հայտարարված էր եւ անհանրային է եւ ցանկացած քաղաքացի կարող գա տեղեկացնել ձեզ կուսակցության ստեղծման համագումարին կարելի է մասնակցել, ծանոթանալ կուսակցությանը եւ ինչու՞ չէ անդամակցել կամ հարցերով, ինչերով կարելի է պարզաբանել, թե ինչու համար է ստեղծվում։ Կոնկրետ այս կուսակցությունը մենք արդեն Արտուրի հետ վստահ գիտենք, որ պրոթուրքական, պրոադրբեջանական է եւ այն անթույլատրելի է Հայաստանի սահմաններում գոյություն ունենա։ Եվ ոստիկանները չընդառաջեցին մեր պահանջին թույլ տալ մեր մուտքը Մարիոթ հյուրանոց կամ գոնե կանչեն կազմակերպիչներին, որոնց հետ կարելի էր հարթել այս խնդիրը։ Ցավոք սրտի ոստիկանությունը միակողմանի գործեց, ինչը Արտուրը ասեց, ինչ ի պաշտպանություն ասեմ, որ մեզ լավ են վերաբերվում, հենց ներսը ոստիկանության, չեմ ուզում վիրավորեմ այն մարդկանց, որոնք ուշադիր լսեցին, քննարկեցին, զրուցեցին եւ ժամանակից մի բան էլ շուտ մեզ թույլ են տվել դուրս գալ։ Սակայն ամենը մնացածը պետք է լինի օրենքի սահմաններում։ Շնորհակալ կլինեմ, որ մի օր տենց լինելու է։ Հա։ Ու անկախ ամեն ինչից, որ ներսում նորմալ վերաբերմունք են ցուցաբերել, դա ոչինչ չի նշանակում այն անհերքելի փաստը, որ կան Հայաստանի Հանրապետությունում ծախված եւ օրենքը ոտնահարած սահմանադրությամբ ոստիկաններ, որոնք կեղծ արձանագրություններ են կազմում իրականությանը չհամապատասխանելով։ Այսինքն, ժողովուրդ ջան,
տվյալ փորձը վկայում այն մասին, որ ցանկացած դեպքում համապատասխան հրահանգի դեպքում ոստիկանությունը կարա արձանագրություններ կազմեն, օրինակ, որ ձեր ջեբում եղել է Իսկանդերի 10%-անոց Իսկանդերի, չգիտեմ, կոդերը կամ չգիտեմ, դուք մարդ եք սպանել, ձեզի բանկ թալանելուց են իրանք ձեզի ձերբակալել եւ այլն, որը հենց լավ չի։ Լավ չի։ Եվ այսքանով ավարտում եմ, ժողովուրդ ջան, այս դեպքը արձանագրեցինք ու տեսանք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն աջակցում է պրոթուրքական եւ ադրբեջանական քարոզչությունը իրականացնող կուսակցության համագումարը ոստիկանությունների հետ միասին։